Բարի առավոտ, բարի երկուշաբթի իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, Կոտայք TV եթերում իր աշխատանքն է սկսում բարի լույսը։ Վստահ եմ, որ 2 օր լիարժեք հանգստացել եք եւ հիմա ամառային լավ ու դրական տրամադրությամբ արթնացել ու միացել եք մեզ։ Իսկ ես առաջարկում եմ հիմա պատրաստեք սուրճ, հարմար տեղավորվեք եւ հետևեք մեզ, քանի որ շատ հետաքրքիր եթեր է ձեզ սպասվում։ Եվ հաղորդումը առաջարկում եմ սկսել մի զվարճալի պատմությամբ։ Կալիֆոռնիայում ընտանի շունը սարսափելի հանդիպում ունեցել տուն ներխուժող սև արջի հետ։ Տան բնակչի կողմից հրապարակված անվտանգության տեսախցիկի տեսանյութում երևում է, թե ինչպես է արջը գիշեր է մտնում տան խոհանոց, այնուհետև ենթադրաբար հյուրասենյակ։ Շունը հաչել է ներխուժողի վրա մի փոքր վախեցնելով սև արջին։ Հայտնի չէ, թե որքան ժամանակ է արջը մնացել տանը եւ արդյոք տունը որևէ վնաս կրել է, թե ոչ։ Տեսանյութում արջի պարանոցին տեղադրված օղակից պարզ է դառնում, որ նրան նախկինում էլի բռնել են տներ ներխուժելու պատճառով։ Այսօր հունիսի 23-ն է եւ այսօր ամբողջ աշխարհում նշվում է օլիմպիական օրը։ Տոնը նպատակ ունի նպաստել սպորտի մասսայականացմանը եւ սպորտը կյանքի անբաժանելի մաս դարձնելու գաղափարի տարածմանը։ Համաշխարհային օլիմպիական օրը սահմանվել է 1948 թվականին ի նշանավորումը ժամանակակից օլիմպիական խաղերի ծննդյան 1894 թվականի հունիսի 23-ի Փարիզի Սորբոն քաղաքում։ Ժամանակակից օլիմպիական խաղերի ստեղծումը ոգեշնչված է 5 խաղերով, որոնք տեղի են ունեցել Հունաստանի Օլիմպիա քաղաքում։ Այստեղ անցկացվել են 293 օլիմպիական խաղեր, որը հույների համար իրական սրբություն էր։ Իսկ հիմա, սիրելի հեռուստադիտողներ, մեր առավոտյան դրական տրամադրությունը ել ավելի բարձրացնելու եւ այն պահպանելու համար առաջարկում եմ դիտենք տեսահոլովակ, վերադառնանք եւ ես արդեն կներկայացնեմ մեր այսօրվա հյուրին։ Մենք վերադարձանք, սիրելի հեռուստադիտողներ, եւ ես արդեն ներկայացնեմ մեր այսօրվա հյուրին։ Այսօր մենք խոսելու ենք մի շատ հետաքրքիր սպորտաձևից, գոլֆից, թե բացահայտելու ենք, թե ինչ փուլում է այսօր այս սպորտաձևը, զարգացման եւ տարածման համար ինչ քայլեր են արվում։ Այդ պատճառով մենք այսօր հյուրընկալել ենք Հայաստանի ազգային գոլֆի ասոցիացիայի նախագահ Կարեն Հովհաննիսյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Շնորհակալություն, դուք ինչպե՞ս եք։ Շատ լավ եմ, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար եւ քանի որ այսօր հունիսի 23-ն է եւ օլիմպիական խաղերի օրը եւ գոլֆը նույնպես համարվում է օլիմպիական խաղ, ես որպես ասոցիացիայի նախագահ շնորհավորում եմ տոնի կապակցությամբ եւ ուզում եմ հենց սկզբից խոսենք գոլֆ սպորտաձևից, այն որ թվականին է ներմուծվել Հայաստան եւ դուք որքան ժամանակ է որ ասոցիացիայի նախագահն եք։ Նախ շնորհակալ եմ շնորհավորանքի համար եւ նաեւ ուզում եմ շնորհակալություն հայտնել հրավերի համար։ Շատ խորհրդանշական է, որ հունիսի 23-ին ամբողջ աշխարհում տոնում են օլիմպիական խաղերի օրը եւ գոլֆը հանդիսանալով օլիմպիական մարզաձև, ես այստեղ եմ եւ կարող եմ խոսել այդ հրաշալի մարզաձևի մասին։ Ասեմ, որ գոլֆը սկիզբ է առել դեռ 600 եւ ավել տարի առաջ Շոտլանդիայում եւ մոտավորապես հենց այդքան ժամանակ անհրաժեշտ է, որպեսզի գոլֆը նաեւ հասներ Հայաստան։ Հայաստանում գոլֆը արդեն հայտնի է վերջին 20 տարվա ընթացքում եւ ես ինքս հենց գոլֆի այդ ակունքներում եմ կանգնած, երբ որ գոլֆը արդեն սկսել է տարածվել Հայաստանում, ես նույնպես ծանոթացել եմ, հետաքրքրվել եմ եւ սիրել եմ եւ սկսել եմ զբաղվել այդ մարզաձևով եւ իմ առաջին փորձը գոլֆի մեջ եղել է որպես հենց մարզիկ։ Ինքս շատ մրցաշարի եմ մասնակցել, նույնիսկ շատ բավականին մեծ աշխարհագրություն եմ ունեցել այդ մրցաշարի իմ փորձի մեջ, Հնդկաստանում եմ եղել, Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, բավականին շատ այլ եվրոպական երկրներում եւ աշխարհի տարբեր ծայրերում եւ եկել է մի պահ, երբ որ ես այնքան կլանված եւ այնքան ոգեւորված էի գոլֆով եւ իմ մոտ ցանկություն առաջացավ ոչ միայն պարզապես խաղալ եւ վայելել այդ մարզաձև, այլ ինչ որ մի բան անել այդ մարզաձևի համար նաեւ։ Եվ այդ պահից սկսած իմ մոտ միտք էր առաջացել, որ մենք պետք է Հայաստանում ունենանք կանոնավոր կազմակերպություն, որը կզբաղվեր գոլֆի մասսայականացման եւ տարածմամբ։ Եվ դա եղավ 13 տարի առաջ 2012 թվականին, երբ որ հիմնադրվեց գոլֆի Հայաստանի ազգային գոլֆի ասոցիացիան եւ 13 թվականին արդեն պաշտոնապես սկսեց գործել։ Մի փոքր առաջ անցնելով ասեմ, որ նաև դեռ 2006 թվականից արդեն գոյություն ուներ
հայկական գոլֆի ֆեդերացիան, որի մեջ նույնպես ես ակտիվ ներգրաված եմ եւ դա հենց պատճառ եւ առիթ դարձավ, որ հետո մենք արդեն ձևավորվեցինք, վերակազմակերպեցինք եւ արդեն 12 թվականից դարձանք արդեն այլ անվան տակ Հայաստանի ազգային գոլֆի ասոցիացիա։ Նաեւ նշեցիք, որ մոտ երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի այն ներմուծվի նաև Հայաստան, ինչ բարդություններ կար, որքանով էր դժվար այս սպորտաձևը բերել նաև Հայաստան, ինչ բարդությունների եք բախվել, եթե եղել են։ Բարդությունները, ճիշտ ասած, կան ավանդական մարզաձևեր, որ Հայաստանում շատ տարածված են, ես ինքս երեխա տարիքից Բաքում խաղում էինք ֆուտբոլ, բասկետբոլ եւ նմանատիպ այլ մարզաձևեր, իսկ գոլֆը ինքը արտասովոր մարզաձև էր հենց Հայաստանում եւ բացի նրանից, որ ինքը անծանոթ մարզաձև էր, նաեւ գոլֆի այդ կանոններից ելնելով, օրինակ գոլֆ մարզաձևում մրցավար որպես այդպեսին չկա եւ ամբողջ խաղի ընթացքը կառավարում վերահսկում են հենց խաղացողները։ Հենց դա է նաեւ պատճառը, որ գոլֆը անվանում են ազնվական մարզաձև, որը հիմնված է ազնվության վրա, հարգանքը դեպի խաղընկերոջ, հարգանքը դեպի խաղադաշտը։ Եվ այս ամենը ես պատմելով փորձում ներկայացնել, որ գոլֆը ոչ միայն մարզաձև է, այլ մշակույթ է։ Այսինքն այդ մարզաձևը ադապտացնելու համար Հայաստանում պետք է նաև այդ մշակույթը ընկալել լիներ մեր հայ հասարակության համար։ Կան դժվարությունը կայանում էր հենց դրանում, բայց իրախությունս մեզ ես ասեմ, որ գոլֆի ասոցիացիայի հիմնադրման պահից մի քանի տարի անց մենք կարողացանք հիմնադրել մանկապատանեկան մարզադպրոց, որը Երևանի մանկապատանեկան մարզադպրոցների մի մաս է կազմում եւ այնտեղ մարզում են երեխաները սկսած 6 տարեկանից եւ ամբողջ այդ մարզումները անվճար են, ոնց որ մնացած այլ մարզաձևերը, որոնք ներկայումս ընդգրկված են մանկապատանեկան մարզադպրոցներում։ Նաև պարոն Հովհաննիսյան, երբ որ դուք նշեցիք, դուք հետաքրքրված եք, ուզեցիք նաև ստեղծել ասոցիացիան, երբ որ հետ հայացք ենք նետում, այն ժամանակ, երբ որ դուք եք սովորում եւ ձեր ժամանակ եւ հիմա, որքանով է հետաքրքրվածությունը երիտասարդների շրջանում մեծացել եւ որքանով են հետաքրքրված այս սպորտաձևով եւ որպես ֆեդերացիայի նախագահ այդ առումով ինչ քայլեր է ձեռնարկում, որպեսզի այս սպորտը նաև տարածվի, երիտասարդները էլ ավելի հետաքրքրվեն, քանի որ հիմա շատ տարածված է ֆուտբոլ, կարատե, այլ այդպիսի սպորտաձևեր։ Դուք ինչ քայլեր եք անում այդ ուղղությամբ։ Կարող եմ ընդհանուր ներկայացնել մեր Հայաստանի ասոցիացիայի ծրագրերը, այսինքն ինչ ուղղություններով ենք մենք աշխատում։ Մենք որդեգրել ենք 3 ուղղություն, որից մեկը դա հենց մանկապատանեկան դպրոցն է, երկրորդ ուղղությունը դա ավելի լավ կլինի փոքր մանրամասնեմ, որ ամբողջական լինի պատկերը, այսինքն ինչ նկատի ունենք մանկապատանեկան մարզադպրոց, հենց մեր նպատակն է ստեղծել մի վայր, որտեղ մենք կարող ենք այդ մարզաձևը ներկայացնել, մարզել երեխաներին, մասսայականացնել եւ այդ նպատակով մենք համագործակցում ենք հանրակրթական դպրոցների հետ, այսինքն նախապես պայմանավորվելով դպրոցի տնօրենների հետ, ստանալով թույլտվություն, մենք մեր թիմով այցելում ենք այդ դպրոցներ, ֆիզկուլտուրայի ժամին մեր հետ անելով մեր գույքը, մեր մասնագետների հետ միասին մենք երեխաների ներկայացնում ենք այդ մարզաձևը, այսինքն նպատակն է, որպեսզի ներկայացնել թե իրենից ինչ է ներկայացնում գոլֆը եւ այնուհետեւ երեխաներին հրավիրում ենք արդեն համալրվել մեր մանկապատանեկան մարզադպրոց։ Ինչպես արդեն նշեցի, դա անվճար է մարզումները, բայց այդ այցելությունների շնորհիվ մենք կարողանում ենք ներկայացնել տարեկան կտրվածքով 1000 եւ ավել երեխաների այդ մարզաձևի մասին։ Այսինքն մեր ծրագրերից մեկը դա է, որով մենք փորձում ենք գոլֆը դարձնել ավելի հասանելի, ավելի մատչելի եւ մասսայականացնել։ Երկրորդ մեր ծրագիրը, որ որդեգրել է գոլֆի ասոցիացիան, քանի որ մենք նաև փորձում ենք գոլֆը Հայաստանից դուրս հանել, այսինքն միջազգային ասպարեզում Հայաստանը դարձնել գոլֆ զարգացնող երկիր եւ այդ նպատակով մենք փորձում ենք հավաքագրել Հայաստանի ազգային գոլֆի հավաքական թիմում մարզիկներ, որոնք այս պահին մենք աշխատում ենք հավաքագրել արտերկրի մեր հայրենակիցներին, ովքեր ունեն համապատասխան որակավորում, ովքեր որ ակումբների անդամներ են եւ գործող մարզիկներ են եւ իրենց ներգրավելով մեր Հայաստանի ազգային հավաքական մենք հնարավորություն ենք ստանում նաեւ միաժամանակ Հայաստանը ներկայացնել դրսում եւ հանդես գալ որպես արդեն գոլֆը զարգացնող երկիր դրսի մեր գործընկերների համար։
Այսինքն միաժամանակ այդ երկու աշխատանքը տանելով մենք փորձում ենք այդ բալանսը պահել եւ Հայաստանում գոլֆը զարգացնել եւ դրսում ներկայացնել լինել։ Իսկ երրորդ ամենակարևորը, որը կարելի է առաջի տեղում համարել մեր խնդիրներից մեկը, դա այդ համապատասխան խաղադաշտերի ստեղծումն է, որը նույնպես Հայաստանի ազգային գոլֆի ասոցիացիան ձեռնամուխ է եղել եւ մենք Կոտայքի մարզում, քանի որ նպատակ կար ոչ միայն գոլֆը ներկա ոնց որ լիներ եւ զարգանար Երևանում մայրաքաղաքում, նաեւ մարզերում, քանի որ մենք վստահ ենք, որ մարզերում կան բավականին մեծ թվով շնորհալի երեխաներ, ովքեր որ կհետաքրքրվեն, կսիրեն եւ կդառնան պոտենցիալ չեմպիոններ ապագա։ Դրա համար մենք մեր ծրագրերից մեկը հենց այդ համալիների ստեղծումն է եւ մենք Կոտայքի մարզում արդեն համապատասխան ծրագիր իրականացնում ենք, արդեն ընտրել ենք վայրը, արդեն համապատասխան նախապատրաստական աշխատանքներ են տարվել, հողային աշխատանքներ, պրոյեկտը արդեն պատրաստ է, սերտ համագործակցում ենք մեր միջազգային գործընկերների հետ, որպեսզի մեր համալիրը լինի միջազգային ստանդարտներին համապատասխան, որը ոչ միայն ծառայի որպես գոլֆը Հայաստանում զարգացնելու համար, այլ հետագայում նպատակ ունենք նաև մրցաշարեր բերենք եւ Հայաստանում անցկացնենք։ Այդ 3 ուղղությամբ գոլֆի ասոցիացիան այս վերջի 10-12 տարվա ընթացքում աշխատում է։ Նշեցիք, որ այցելում եք դպրոցներ, նաև երեխաները, որպեսզի ծանոթանան այս սպորտաձևին եւ հավաքագրում եք երեխաներին։ Իսկ որ տարիքից է նպատակահարմար սկսել զբաղվել գոլֆով։ Կա հատուկ տարիք, որ այդ տարիքից հետո կարելի է սկսել։ Շատ հետաքրքիր հարց եք տալի, քանի որ հենց այդ տարիքի հետ կապած 14-15 թվականին ես ձեռնամուխ եղա մագիստրատուրա ընդունվել եւ ավարտել մեր պետական ֆիզկուլտուրա ինստիտուտը եւ իմ դա պատահական չէր այդ նպատակը, քանի որ ցանկություն կար գիտական հիմքեր ստեղծել Հայաստանում գոլֆը որպես մարզաձև զարգացնելու համար եւ իմ գիտական աշխատանքի հենց գիտական աշխատանքի այդ բովանդակությունը կապված էր վաղ ընտրությունը գոլֆ մարզաձևում, այսինքն նպատակ էր դրված, որպեսզի ինչպես այլ մարզաձևերում, այնպես էլ գոլֆում կարողանանք այդ ճիշտ տարիքը որոշել, որ տարիքից եւ ինչ չափանիշներով ընտրություն կատարենք, որպեսզի երեխաները ընդգրկվելով մեր մարզադպրոց կարողանան հետագայում ավելի մեծ արդյունք գրանցեն եւ դառնան մարզիկներ եւ ասեմ, որ հենց դա էլ պատճառ դարձավ, որ մենք հիմնադրեցինք 2015 թվականին, այսինքն իմ մագիստրատուրայի աշխատանքի եւ ավարտելուց հետո դա նաեւ հիմք հանդիսացավ, որ մենք կարողանանք մտցնել գոլֆը մանկապատանեկան դպրոց, այսինքն ստեղծվեց մեթոդիկա, որով մենք այցելում ենք դպրոցները եւ տարիքի մասին որ նշեցիք, տարիքը կարող է հենց սկսած 5-6 տարեկանից մենք արդեն հավաքագրում ենք երեխաներին եւ մարզում ենք մինչեւ 18 եւ ավել տարի, այսինքն երեխաների ամբողջ ժամանակաշրջանում մեզ հետ են, մեր հսկողության տակ են, ուշադրության կենտրոնում են, որպեսզի կարողան այդ մարզաձևը յուրացնել։ Իսկ հատուկ ֆիզիկական պատրաստվածություն պահանջում է այս սպորտաձևը, ինչպես մնացած սպորտաձևերի հետ եթե համեմատենք։ Իհարկե պահանջում է, քանի որ ցանկացած մարզաձև գործ ունի հենց մարդու մարմնի հետ, այսինքն անկախ նրանից թե դա գոլֆ է կամ այլ մարզաձև է, հատուկ ֆիզիկական պատրաստություն շատ կարևոր է, որպեսզի կարողանաք արդյունք գրանցել, այսինքն միայն գալ եւ հարվածներ կատարել դա բավական չէ, պետք է նաև մարզվել ամբողջ մարմինը, մանավանդ գոլֆի մեջ դա շատ ժամանակ, եթե դուք աչլիկ եք, աչի ձախ եք հարված կատարում կամ ձախից աչ, դա եթե չմարզել ամբողջ մարմինը կարող է նաև ինչ-որ հետագայում խնդիրներ առաջանա։ Նաև դուք նշեցիք, որ ձեր թիմը մասնակցել է տարբեր միջազգային մրցաշարերի, հետաքրքիր նաև որ երկրներում եք եղել եւ ձեր մարզիկները ինչ արդյունքներ են գրանցել այս սպորտաձևում։ Ասեմ, որ արդյունքներ գրանցելու չեն կարող բարձրանալ այս փուլում, քանի որ բավականին փոքր պատմություն ունենք Հայաստանում եւ նույնիսկ այդ ներգրաված մարզիկները, որոնք մասնակցում են, իրանք մրցում են բավականին լուրջ պատրաստվածություն ունեցող մարզիկների հետ։ Մեր առաջի խնդիրը, որ մենք կարողանում ենք լուծել, դա հենց մասնակցությունն է, որպեսզի կարողանանք միջազգային մրցաշարերում մեր ներկայությունը ապահովել։ Իհարկե կարող եմ նշել, որ մենք այդ մրցաշարերում վերջի տեղերը չենք զբաղեցնում, կան երկրներ, որոնց մենք կարողանում ենք այնուամենայնիվ առաջ անցնել, բայց դեռ բարձր
պատվավոր տեղերի համար դեռ վաղ է խոսել։ Իսկ մասնակցում ենք Եվրոպայի 3-րդ լիգայի խաղերին, այնտեղ թիմային խաղերին ենք մասնակցում, անհատական մրցաշարերում մասնակցում ենք 50+ տարիքի մրցաշարերում, վերջերս այս տարի հունիսին ունեցել ենք մարզիկ, որը ազգությամբ հայ է, բնակվում է Միացյալ Նահանգներում, ինքը մասնակցեց Եվրոպայի կոչվում է senior tour, այսինքն 50+ տարիք ներկայացնող այդ անհատական մարզաձևում։ Նաև հավելեմ, որ գոլֆը ներկայացված ինչպես սիրողական, այնպես էլ պրոֆեսիոնալ ձևով, այո, հենց դա էլ եւս մեկ յուրահատկություն է, որը առանձնացնում է գոլֆը, այսինքն գոլֆի մեջ կարող են մասնակցել ինչպես սիրողական մակարդակով, այնպես էլ պրոֆեսիոնալ, եւ նաև ուրախությունս մեզ ասեն, որ մենք նաև ունենք մեր Հայաստանի ազգային հավաքականում ընդգրկված պրոֆեսիոնալ մարզիկ, ով ծագումով հայ է, ազգությամբ ինքը Ֆրանսիայի քաղաքացի է, ով ցանկություն է հայտնել ներգրավել հայկական գոլֆում, եւ Հայաստանի գոլֆի ասոցիացիան ամեն ինչ արեց, որպեսզի նա կարողանա ձեռք բերի Հայաստանի քաղաքացիություն եւ մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի կազմում պրոֆեսիոնալ մակարդակով։ Նա հիմա մասնակցում է DP World Tour մրցաշարերում, դա արդեն այլ պատմություն է։ Փորձում ենք հնարավորինս բոլոր ուղղություններով մեր ջանքերի մաքսիմալ չափով առաջ գնանք, որպեսզի կարողանանք այս մարզաձևը զարգացնենք։ Մենք խոսեցինք, որ երեխաները դեռ փոքր տարիքից 5-6 տարեկանից կարող են գալ եւ սովորել, իսկ մրցումների որ տարիքից կարող են մասնակցել, էլի փոքր տարիքից կարող են 5-6 տարեկանում արդեն մասնակցել միջազգային ինչ-որ ֆեդերացիաների մրցումների։ Ինչ վերաբերում մեր մանկապատանեկան դպրոցի մասին, մենք կազմակերպում ենք մեր մրցաշարերը, որտեղ իրենք մասնակցում են, որպեսզի իրենց ունակությունները կարողանանք ստուգել, բայց դեռ երեխաներին դուրս հանելու եւ մարզվելու համար դեռ վաղ է, որովհետեւ ճիշտն ասած, ոնց նշեցի, համապատասխան այդ համալիրների արկայությունը իր դերը խաղում է, այսինքն եթե մենք ունենանք բավականին շատ թվով տեղեր, որտեղ երեխաները կարող են մարզվել եւ որոնք համապատասխան են միջազգային չափանիշներին, նոր արդեն կարելի է խոսել երեխաներին դուրս հանելու եւ մրցելու ավելի հավասար պայմաններում, բայց իրենք մրցումների մասնակցում են հենց ներխմբային կամ այդ տարբերակով։ Եվ երբ որ խոսում էինք երեխաներից, երբ որ ցանկանում են մասնակցում են, ինչ եք նկատում տարիների ընթացքում, տղաներն են ավելի շատ հետաքրքրվում այս սպորտաձևով, թե աղջիկները։ Ես ձեզ կզարմացնեմ, որ մեր մարզադպրոցում թվով ավելի շատ աղջիկներ են, եւ դա պարզապես բացատրվում է նրանով, որ տղաների համար մեր իրականության մեջ ավելի շատ հնարավորություն կա մարզաձևերով զբաղվելու, թե դա կլինի կարատեն կամ բոքսը, ֆուտբոլը, իսկ աղջիկների համար այդպես շատ լայն հնարավորություն չկա, դա կարող է լինի ասենք դաշնամուր, պար կամ դրա համար գոլֆը ինքը իրանով անվտանգ մարզաձև, այսինքն դեռ իրար չեն հարվածում, չեն խփում, բայց ինքը միաժամանակ բավականին լուրջ մարզական պատրաստվածություն է բերում իր հետ։ Դրա համար մենք հաճելիորեն զարմացանք, որ ավելի շատ թվով մեծ աղջիկներ են ներգրավում մեր մարզադպրոց մարզվելու համար։ Եվ ասեմ, որ իմ սեփական փորձից աղջիկների մոտ թե հենց փոքր տարիքի, թե մեծ տարիքի, որ գալիս են ուզում են գոլֆ փորձեն, աղջիկների մոտ ավելի լավ է ստացվում, քանի որ գոլֆի մեջ մեծ ֆիզիկական ուժ պետք չէ։ Այսինքն ավելի շատ հմտություն է պետք եւ աղջիկների մոտ դա ավելի լավ բնական եւ ավելի լավ է ստացվում, քանի որ տղաները հենց առաջի պահից հենց հայտնում են գոլֆի դաշտում, փորձում են ինչ ուժ ունեն հարվածեն գնդակին, որը իհարկե այդքան լավ չի ստացվում։ Իսկ աղջիկների մոտ դա ավելի լավ է ստացվում հենց առաջի պահից։ Եվ մարզիկները, երբ որ պետք է հասնեն հաջողության, մեջ աջակցությունը հենց մարզիչներից է կախված, իսկ ինչպես կգնահատեք մարզիչների որակավորման մակարդակը մեր երկրում, որքանով են նրանք պրոֆեսիոնալ եւ որքանով են կարողանում մարզիկներին տալ այն ինչ որ անհրաժեշտ է նրանց։ Ասեմ, որ մարզիկների բավականին պակասել ունենք, չնայած դա թելադրված նրանով, որ մեծ պահանջարկել չկա գոլֆի հանդեպ, որպեսզի նաև համապատասխան մարզիկներ լինեն, իսկ ինչ վերաբերում է մարզիչներին, ինչպես ցանկացած մանկապատանեկան դպրոցում, բացի նրանից, որ պետք է դիապետեստվել մարզաձևով, նաև պետք է կարողանաս աշխատել երեխաների հետ։ Այսինքն կոնկրետ ես, որ ինքս նաև մարզում եմ երեխաներին, ես պարբերաբար անցնում եմ այդ վերապատրաստումները հենց մեր Հայաստանում, կազմակերպված թե նախարարության կողմից, թե ֆիզկուլտուրա ինստիտուտի կողմից այդ մանկապատանեկան այդ
բնագավառում աշխատանքի, այսինքն երեխաների հոգեբանությունն է, մոտեցումն է, քանի որ շատ հեշտ է երեխային ոնց որ մի անզգուշ վերաբերմունքով հետ կանգնեցնել այդ մարզաձևից։ Եվ խոսենք նաև ֆեդերացիայի հետագա պլաններից, ինչպես եք պատկերացնում ֆեդերացիայի ապագան, ինչ ծրագրեր ունեք այս տարի նաև իրականացնելու, բացի հունիս ամսին, որ նշեցիք, եղել են մրցաշար, եւ որքանով եք պատրաստ նաև Հայաստան բերելու մարզիկների։ Որպես մրցաշար կազմակերպելու դեռ վաղ է խոսել, բայց տարբեր մասնագետներ Հայաստան բերում ենք, հենց մեր մանկապատանեկան դպրոցի հիմնադրման պահից սկսած 16 եւ 18 թվականներին, երբ որ բուրն այդ նախապատրաստական աշխատանքներ, որ դպրոցը կայանար, մենք բերում ենք մասնագետներ, մարզիչներ, հենց մանկապատանեկան ոլորտի, որոնք մեզ ուղղորդում էին, այսինքն այդ կապը կա, քանի որ գոլֆի ասոցիացիան հիմնադրման պահից մինչ օրս ինքը մի շարք միջազգային հեղինակավոր կառույցների անդամ է, թվարկելով կարող եմ ասել, որ Եվրոպայի գոլֆի ասոցիացիայի անդամ է, միջազգային գոլֆի ֆեդերացիայի անդամ է, նաև գոլֆի հետ զուգահեռ կան նաև գոլֆի տարատեսակ, որը կոչվում է մինի գոլֆ եւ նաև pitch pad։ Pitch pad-ը դա գոլֆի կարճ տեսակն է, իսկ մինի գոլֆը դա խաղի դաշտերի այդ կառուցվածքը փոքր այդ դաշտերն են, որտեղ հեռար հարվածներ չեն կատարում, պարզապես գնդակը գլորվում է անցքի մեջ, այսինքն մենք գոլֆի զարգացումը դիտարկում ենք բոլոր տեսանկյուններից եւ չենք անտեսում որևէ մի տարատեսակ եւ հենց մեր մանկապատանեկան դպրոցում երեխաներին մարզում ենք հենց այդ ուղղություններով, դրա համար համապատասխան միջազգային կառույցների անդամ ենք մինի գոլֆի միջազգային ֆեդերացիայի, pitch pad-ի միջազգային ֆեդերացիայի անդամ ենք եւ նաեւ ինքս հանդիսանում եմ pitch pad ֆեդերացիայի ղեկավար կազմում եմ հանդիսանում, քանի որ նաև փորձում ենք ոչ միայն Հայաստանում այդ մարզաձևը զարգացնենք, նաև փորձում ենք ամբողջ աշխարհում նաև նույն ձև ներկայացնենք եւ դրա մի ակտիվ մասնակիցը նաև մենք ենք։ Պարոն Հովհաննիսյան, քանի որ նշեցիք, որ այս սպորտաձևը այն սպորտաձևերից է, որ հատուկ մեծ ֆիզիկական պատրաստվածություն ամեն դեպքում չի պահանջում, բայց այնուամենայնիվ ինչ խորհուրդ կտաք այն երիտասարդներին եւ այն մարզիկներին, ովքեր ցանկանում են զբաղվել այս սպորտաձևով, ինչ անեն, որպեսզի հասնեն հաջողության ամենայն դեպքում։ Ես ուղղակի կհավելեմ, որ ֆիզիկական պատրաստություն այնուամենայնիվ պետք է եւ թեկուզ թվում է թե գոլֆի մեջ ընդամենը քայլում եք եւ հարվածում գնդակին, բայց դա այդպես չէ, ինքը անցնելով 18 խաղադաշտ մոտավորապես 5-ից 6 ժամ ժամանակ եք ծախսում, որպեսզի կարողանաք այդ ամբողջը անցնել եւ քայլում եք մոտավորապես մինչեւ 6-ից 7 կիլոմետր ձեր ամբողջ պայուսակները մականներով ձեզ հետ տանելով, կատարելով բազմաթիվ հարվածներ, դա բավականին մեծ ջանք է պահանջում եւ մեծ ֆիզիկական պատրաստվածություն, համառություն, այնպես որ որպեսզի հասնել հաջողության պետք է պատրաստ լինել այդ բոլոր դժվարությունները հաղթահարել, որովհետեւ նույնիսկ մեկ հարվածը կարող է լինել որոշիչ, դուք կարող եք պարտվել կամ հաղթել եւ չպետք է հուսահատվել, որովհետեւ ցանկացած հաղթանակի հետևում բազմաթիվ այդպես պարտություններ են, ուղղակի խորհուրդ կտամ, եթե սիրում եք, փորձում եք զբաղվել, հենց մեր մանկապատանեկան դպրոցի հենց խնդիրն էլ դա է, որպեսզի մենք երեխաներին ճակերտավոր ստիպենք սիրել այս մարզաձևը, այսինքն մեր նպատակն է ոչ թե հենց առաջին պահից որ ենք այցելում են մեր մարզադպրոց, մենք իրենց տանք ամեն ինչ, որպեսզի իրենք կարողանան ճիշտ հարվածեն, մենք փորձում ենք որպեսզի իրենք սիրեն այն վայրը, որտեղ գալիս են, սիրեն մարզիչին, սիրեն այն ինչով զբաղվում են, այսինքն մեր խնդիրը դա է, երբ որ իրենք արդեն կհրապուրվեն եւ կսիրեն դա, արդեն իրենք կհասնեն մեծ հաջողության, այսինքն մեր այդ ծրագիրը հենց մշակված է այդ նպատակով։ Շնորհակալ ենք շատ, պարոն Հովհաննիսյան, մեր հրավերը ընդունելու համար եւ նաեւ ֆեդերացիային մաղթում եմ նորանոր հաջողություններ։ Ես էլ եմ շատ շնորհակալ եւ ինչպես ես սիրում եմ ամեն հանդիպման վերջում ասել, կհանդիպենք գոլֆի դաշտում։ Այո։ Սիրելի հեռուստադիտողներ, ես հիշեցնեմ, որ այսօր զրուցում ենք Հայաստանի ազգային գոլֆի ասոցիացիայի նախագահ Կարեն Հովհաննիսյանի հետ։ Այս պահին առաջարկում եմ դիտենք տեսահոլովակ, վերադառնանք եւ շարունակենք հաղորդումը։
Մենք վերադարձանք հարգելի հեռուստադիտողներ եւ հիմա խոսելու ենք շատ տարածված, բայց երբեմն անուշադրության մատնված մի խնդրից՝ ստոմատիտից։ Այն իրենից ներկայացնում է բերանի խոռոչի լորձաթաղանթի բորբոքում։ Ստոմատիտը կարող է լինել ինչպես ինքնուրույն հիվանդություն, այնպես էլ կարող է լինել այլ հիվանդությունների ախտանշան, օրինակ կարմրուկի, գրիպի, քութեշի, կանդիդոզի եւ այլն։ Ստոմատիտի առաջացմանը նպաստում է ներքին օրգանների, նյարդային համակարգի քրոնիկական հիվանդությունների սրացումները, սննդի մեջ վիտամինների անբավարարությունը, նյութափոխանակության, ներզատիչ գեղձերի ֆունկցիայի խանգարումը, ծխելը, սպիրտային խմիչքների օգտագործումը, շատ տաք կամ շատ սառը, չափից ավելի թթու եւ աղի սննդի ընդունումը նույնպես կարող է նպաստել ստոմատիտի առաջացմանը։ Այն երբեմն առաջանում է նաեւ որոշ դեղանյութերի նկատմամբ օրգանիզմի բարձր զգայունության դեպքում։ Այս խնդիրը բուժելու եւ կանխարգելելու կարևոր քայլերից մեկը ժամանակին պետք է դիմել ստոմատոլոգին։ Ինքնաբուժումը կարող է շատ լուրջ բարդություններ առաջացնել։ Չպետք է օգտագործել հակաբիոտիկներ կամ այրող միջոցներ, անհրաժեշտ է դադարեցնել ծխելը, չօգտագործել կծու, թթու, աղի եւ տաք կերակուրներ, ալկոհոլային խմիչք։ Սնունդը պետք է լինի վիտամիններով հարուստ եւ բերանի խոռոչը չգրգռող։ Բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդությունների կանխարգելման համար մեծ նշանակություն ունի ատամների ճիշտ խնամքը, ատամների քարերի հեռացնելը։ Պետք է փոխել նաեւ անհաջող պրոթեզները։ Ժամանակին բուժել ատամների ոսկրափուտը, ինչպես նաեւ հեռացնել քայքայված ատամները։ Հատկապես կարևոր է շաքարախտով, սիրտանոթային հիվանդություններով տառապողների, ինչպես նաև դեռահասների, երեխաների եւ հղի կանանց բերանի խոռոչի առողջությունը։ Իսկ երբ մենք խոսում ենք հարավային Ամերիկայի մասին, շատերի մտքում առաջինը հայտնվում է ամազոնյան անտառները եւ բրազիլական կառնավալը, բայց այս մայրցամաքի հարավ-արևմտյան եզերքում թաքնված մի եզակի երկիր կա՝ Չիլի։ Դարերով գրկված Խաղաղ օվկիանոսի ալիքները, ձգվող լեռները, անտառներն ու անապատները, շքեղ մայրաքաղաքը եւ հարուստ մշակույթը այս երկիրը դարձնում են յուրօրինակ։ Իսկ մենք հաղորդման վերջում առաջարկում եմ դիտենք Չիլիի մասին պատմող տեսանյութը։ Չիլին գտնվում է հարավային Ամերիկայում, Խաղաղ օվկիանոսի ափին։ Մայրաքաղաքը Սանտիագոն է։ Հյուսիսից սահմանակից է Պերուի հետ, հյուսիս-արևելքից Բոլիվիայի, իսկ արևելքից Արգենտինայի։ Չիլիի գետերը կարճ են, սակայն առատ եւ էներգիապես օգտագործելի։ Դրանք սնվում են հիմնականում սառցադաշտերից։ Ամենահայտնի գետերից են Լոան, Բիոբիոն եւ Բեյկերը։ Հարավային Չիլիում կարելի է տեսնել բազմաթիվ սառցադաշտային լճեր, փայլուն կապույտ եւ մաքուր։ Չիլիի բնակչության ճնշող մեծամասնությունը ավելի քան 90%-ը չիլիացիներ են, սակայն երկրի տարածքում ապրում են նաեւ հնդկացիական ցեղեր։ Պաշտոնական լեզուն իսպաներենն է, կրոնը կաթոլիկությունը։ Այստեղ մարդիկ պահպանել են հարուստ ավանդույթները։ Սանտիագոն երկրի սիրտը, քաղաքական, մշակութային եւ տնտեսական կենտրոնն է։ Չիլիի ամենահարավային համայնքը Կաբո դե Օրնոսը ներառում է նաեւ Անտարկտիդայի տարածքները, ինչը դարձնում է Չիլին այն բացառիկ երկրներից մեկը, որոնք հայտարարում են իրենց ներկայությունը հարավային բևեռում։ Չիլին միավորում է բովանդակ աշխարհագրություն մի փոքր երկրի մեջ, անապատներ ու սառցադաշտեր, ժամանակակից մայրաքաղաք ու բնիկ մշակույթներ, լեռներ ու ծովափեր։ Այն երկիր է, որը կարելի է ուսումնասիրել թե քարտեզի վրա եւ թե քայլելով նրա փոշոտ հյուսիսով ու անձրևոտ հարավով։ Թե ինչ, իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, այսօրվա համար նախատեսել էինք այսքանը, ձեզ մաղթում եմ հաճելի օրվա շարունակություն, իսկ մենք արդեն կհանդիպենք վաղը։